Մի քանի շաբաթներ, եթե ոչ ամիսներ, արդեն 1, 2, 3 համարյա ամիս խոսում ենք վերջին ընթրիքի տեսարանից։ Խոսում ենք, թե ինչ եղավ Տիրոջ վերջին ընթրիքի ժամանակ։ Հիշում ենք դետալները, ինչ Հիսուս ուղարկեց, գնացին առանց Զադիգը, եկան նստան սեղանի շուրջ, արդեն այնտեղ տեղի կունենա այս ամբողջ իրադարձությունը, որտեղ Հիսուս կհայտնի իր մոդալուտ մահվան, նոր ուխտի հաստատման մասին, այսինքն սա այն կետն էր, երբ որ հին եւ նոր ուխտը, այսպես ասած, կարծես թե բաժանում է, Հիսուս տալիս է իր հացի եւ գինու խորհուրդը, որից հետո աշակերտների վիճաբանության առարգան հիշում եք, ով է իրանցից մեծ, Հիսուս վերցնում ոտքերը լվանում է, ցույց է տալիս, որ ով որ ծառայում է, նա է մեծ Աստծո գաղափարի մեջ, Աստծո խոսքի մեջ, դրանից հետո արդեն Հուդային է ասում, ելի գնա արային ինչ որ պիտի անես, դրանից հետո տեսնում ենք, որ առաքյալներին տալիս է մի քանի հորդորանքներ, տալիս է նաև մոլորված, կարծես թե վշտացած կամ անհույս վիճակից հույս եւ նաև հայտնում է իր աստվածային էությունը, բնությունը, ով ինձ տեսավ, հորը տեսավ եւ մինչեւ այսօր խոսելու ենք վերջին ընթրիքի շուրջ, չես ենք նկարների մեջ նայում ենք Հիսուսն է 12 առաքյալները, մեկը հաց ու գինին գիտենք, բայց նայեք ինչքան մեծ զրույց է եղել, ինչքան ուսուցողական, կառուցողական զրույց է եղել վերջին ընթրիքի ժամանակ, որ արդեն ամիսներ շարունակ կխոսանք, հələ կխոսանք, քանի շաբաթներ խոսացել ենք, ու լը շարունակում ենք ու անընդհատ այդտեղից դասեր ենք վերցնում։ Da Vinci-ի նկարը սահմանափակ է, մեր պատկեր, ինչքան խորանանք, կարանք մի քանի ամիս է խորանանք, բայց որովհետեւ այդքան դետալային չմարրանանք, գոնե մաքսիմալ վերցնենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել վերջի ընթրիքի ժամանակ։ Այստեղ կա Քրիստոսի խաչելության, հարության, Սուրբ Հոգու այցելության, հորդորանքի, մխիթարության, Քրիստոսի աստվածային բնության մասին այնքան դասեր, ու սա տեղի է ունեցել վերջին ընթրիքի ժամանակ։ Չվերցրես մենակ հացը կիսեց ու սա վсё արձանք։ Հովանու Ավետարանի 14-րդ գլխից պիտի կրկին կարդանք, 14 համարից մինչև 24 համարը։ Մինչև այդ հիշում եք պատգամը, ինչի մասին էինք խոսում անցած անգամ, երբ այս թեմայից ենք խոսում, Հիսուս ասում է, որ ինձանից հետո դուք ավելին կանեք, այնտեղ մասշտաբային, ժամանակային, տարածաշրջանային առումով, այո, ոչ թե զորության առումով, որտեղ իրենք ինչ-որ որ անում էին տարածային, ժամանակային եւ ամեն առումով անում էին Տիրոջ զորությամբ։ Եվ դրանից հետո ասում է 14-րդ խոսքում. Իմ անունով մի բան խնդրեք, ես կանեմ, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեցեք։ Եվ ես հորը կաղաչեմ, ձեզ մի ուրիշ մխիթարիչ կտա, որ մնա ձեր հետ հավիտյան, ճշմարտության հոգին, որին աշխարհս կարող չէ ընդունել, որ չի տեսնում նրան, եւ ոչ էլ ճանաչում է նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետեւ ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ, մի փոքր ժամանակ էլ եւ աշխարհն էլ ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետեւ ես կենտանի եմ, եւ դուք կենտանի կլինեք, այն օրը դուք կճանչնաք, որ ես հոր մեջ եմ, եւ դուք ինձանում, եւ ես ձեզանում, ով որ իմ պատվիրանքները ունի, եւ նրանց պահում է, ադուք շեշտում է, մենակ չունի, նաեւ ունի ու պահում է, նա է ինձ սիրողը, նա է ինձ սիրողը, եւ ինձ սիրողն իմ հորից կսիրվի, ես կսիրեմ նրան, եւ ինձանում կհայտնեմ նրան, ինձանում մարմնում, եկեղեցում կհայտնեմ։
Ասես նրան, Հուդան ոչ Իսկարիովտացին. Տեր, ինչ է որ մեզ կհայտնես։ Ինչ է որ մեզ կհայտնես քեզ եւ աշխարհին ոչ։ Հիսուսը պատասխանեց եւ նրան ասեց. Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահե եւ իմ հայրը կսիրե նրան եւ նրա մոտ կգնաք եւ բնակություն կանեք նրա մոտ։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինչ սիրողները իմ խոսքը չեն պահում եւ այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ ինձ ուղարկող Հորը։ Կարճ աղոթքով շարունակենք։ Տեր, շնորհակալ եմ խոսքիդ համար, կխնդրեմ, որ խոսքը տորտնես, իմաստություն տաս, որպեսզի քո խոսքի շրջանակներում նորից տասեր առնենք եւ փառաբանենք քեզ, քո խոսքի մեծության, քո շնորհի եւ քո ողորմության համար։ Հիսուսի անունով ամեն։ 14-րդ գլխի համատեքստի շրջանակը մի հատ կվերհիշենք կրկին եւ կանցնենք առաջ։ Վերջին ընթրիքի ժամանակ է։ Այս ամենը տանում է իր աշակերտներին մխիտարության։ Սկզբի ժամանակներում, երբ որ աշակերտները չէին հասկանում ինչ է կատարվում, այդ ոնց այն ուսուցիչը, որին մենք մեսիա ենք ընդունել, ահա ասում է, որ ինձ պիտի մատնեն, պիտի խաչեն, կարծես հուսալքված վիճակ, եւ Տեր Հիսուս Քրիստոսն ինձ պարզ ասում է, որ ես գնում եմ Հոր մոտ, այսինքն նպատակը ինչի համար, որ գնում եմ բարի է ձեզ համար, ձեր համար տեղ պատրաստելու։ Հովհաննես 14-րդ գլխի սկզբնամասը, համատեքստը սկզբնական, Հիսուսի հրաժեշտի ճառի մասին էր, խոսքի մասին է, որն իր աշակերտներին ասում է վերջի ընթրիքի ժամանակ, իր խաչելության, ձերբակալության մասին։ Եվ նաև առաջի մասում տեսանք, որ ահա կա այս ամենը, ինձ պիտի մատնեն, պիտի խաչեն, եւ միաժամանակ տվեց մեծ հավաստիացում եւ հույս իր աշակերտներին։ Հիմնական թեմաները եւ ուսմունքները այս հատվածից՝ մխիտարություն անհանգստության ժամանակ, պատգամը հիշում եք։ Երբ անհանգիստ էին, շփոթված էին, Տերը տվեց մխիտարություն։ Ասելով. «Ձեր սրտերը թող չխռովեն»։ Խոսում է իր հորտան մասին, շատ բնակարանների մասին, եւ որ գնում է այնտեղ իրենց համար պատրաստելու։ Երկրորդը տեսանք ճանապարհը դեպի հայր։ Թոմասի հարցին ի պատասխան ասում է. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, եւ ոչ ոք չի գա իմ մոտ, Հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Այս խոսքերով էլ այս ուսմունքը առանք, որ ովքեր ճանաչում են Տեր Հիսուս Քրիստոսին, նշանակում է ճանաչում են նաեւ Հորը։ Երրորդ բանը, որ տեսանք, Հիսուսի եւ Հոր մեգությունն է 8-ից 11-րդ համարներում, երբ Փիլիպոսը ասում է ցույց տուր մեզ Հորը, Հիսուս բացահայտում է, ով ինձ տեսավ Հորը, այսինքն տեսավ նույն Աստծուն, նույն զորությունը, նույն բնությունը։ Դրանից հետո խոսում է ավելի մեծ գործերի մասին, որ իր աշակերտները եւ աշակերտներին լսողները պիտի անեն։ Խոստանում է, որ նույնը կկատարեն, ինչ ինքն արեց, եւ նույնիսկ ավելի մեծ գործեր, քանի որ ինքը գնում է Հոր մոտ։ Եվ նաեւ ասում է, որ ինչ որ խնդրեք իմ անունով, կտրվի ձեզ։ Ինչի համար կտրվի։ Այն խարիզմատական մտածելակերպով, որ ես Տիրոջից խնդրեցի ավտո տվավ, հովիվ է եղել, որ բեմը օգտագործել է, ամոթեսել է, ելել է Աստված ինձ $200 անոց կոշիկ է տվել։ Դրա մասին չէ։ Համատեքստի շրջանակում մենք տեսնում ենք մի կարևոր բաղադրիչ, ասում է ավելին կանեք, քան ես։ Դրանից հետո ասում է եւ ինչ որ խնդրեք, կտամ։ Այսինքն ես կտամ, գսե իմ հորից ինչ որ խնդրեք, ես կտամ։ Ինչի համար, իմ անունով ինչ որ խնդրեք, ես կտամ, ինչի համար։ Այսինքն որպեսզի իրականանա Տիրոջ գործը, որը պիտի ավելին լինի, եւ ինչ որ պահանջ կա այդ գործի համար, Տիրոջ կամքի համաձայն խնդրեք, ես դա կտամ ձեզ։ Մենակ չեմ թողնի, որբ չեմ թողնի, եւ հետևանքն էլ ասում է ինչպես կլինի։
Իմ անունով խնդրելը նշանակում է աղոթել Հիսուսի հեղինակությամբ, իր կամքին համապատասխան, ոչ թե սիրտս ինչ ուզես, կայնի մսեմ Տեր, նասկի կուզեմ, կոշի կուզեմ, շոր կուզեմ, փող կուզեմ, էս կուզեմ, այն կուզեմ։ Դա չի նշանակում պարզապես բառերի մեխանիզմ, որ Հիսուս կօգտագործե իր այս ճարի մեջ, այլ սա ցույց է տալիս, որ այն ինչ խնդրելու եք, սա անձնական հարաբերության մագարտակի վրա է եւ ես դա կանեմ։ Այս խոստումը տված է հավատացյալներին, ոչ թե անհավատներին։ Որտեւ շատ ժամանակ անհավատները դուրս են հանե Աստվածը շնչանես համարը իրանց կյանքից, որտեւ տեղյակ չեն, որ ասում է գիտենք, որ նա ով Աստված պաշտ է եւ սիրում է Աստծուն, Աստվածն էլ աղոթքը լսում է։ Իսկ ով չի ապաշխարե, չի ընդունե Քրիստոսին, Աստված նրան չի լսում։ Ես կանեմ։ Խոստումը չի նշանակում, որ յուրաքանչյուր խնդրվածք կամ յուրաքանչյուր բան պիտի իրականանա, ինչ որ մենք ասենք Տիրոջը։ Այստեղ խոսքը գնում է Տիրոջ կամքի եւ նպատակի համար կիրառման եւ գործածման մասին։ Այս համարին հաջորդող համարներում մենք տեսնում ենք նաեւ Սուրբ Հոգու առաքման մասին։ Երբ որ այս մասին խոսում է, որ ինչ որ խնդրեք իմ անունից ես այն կտամ, դրանից հետո խոսում է Սուրբ Հոգու առաքման, Սուրբ Հոգու կալեսյան մասին, եւ նայեք, վերևում գործն է, կանեք ավելին, ու մենք տեսանք անցած պատգամի շրջանակներում, որ մասշտաբային առումով, ժամանակաշրջանի առումով եւ նաեւ քանակության առումով, այո, աշակերտներն արեցին ավելին, ասում է ինչ որ խնդրեք, այսինքն նպատակն իրականացնելու համար ես կանեմ, դրանից հետո ասում է կտամ Սուրբ Հոգին, այսինքն այդ ամեն ինչը ամփոփում է, որ Սուրբ Հոգու միջոցով։ Այս խոսքը նաև արտահայտում է Հիսուսի աստվածային բնույթը, քանի որ միայն Աստված է կարող ամեն խնդրանքի պատասխանել։ Ես ցանկություն ունեմ մի հատ աղոթեմ, որովհետև մի փոքր անխաղաղություն կա որոշ հարցերի շուրջ, հոգևոր կուզեի մի հատ աղոթենք, նոր շարունակենք։ Կխնդրեմ հեռախոսները տնենք կողի։ Սկանջելի Տեր, կխնդրեմ իմաստություն տաս, որ ավելին խոսեմ, քո կամքդ կատարվի այս դահլիճում, այս լսող մարդկանց մեջ, խոսքդ լսեն եւ կիրառելի սարքեն իրենց կյանքերում, հարգելով քո խոսքը, քո տվածողը, Հիսուսի սուրբ անունով ամեն։ 14 գլխի 16-ից 24 համարներում տեսնում ենք հետևյալը։ Կրկին շարունակությունը Հիսուսի սենակի քարոզի։ Սա կարևոր մասն է։ Համատեքստը հետևյալն է։ Հիսուս նախապատրաստում է իր աշակերտներին իր ֆիզիկական բացակայությանը։ Նրանք անհանգստացած են, վախեցած են, իսկ Հիսուսը առաջարկում է հույս եւ մխիթարություն։ Հատված առ հատված եկեք մեկնաբանենք մեր սովորության համաձայն։ Եվ ես հորը կաղաչեմ եւ մի ուրիշ մխիթարիչ կտածես, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Նախապատրաստում է, որ ինքը ֆիզիկապես պիտի գնա, ինքը ֆիզիկապես պիտի բացակայի, բայց որբ չի թողնելու։ Ճշմարտության հոգին, որին աշխարհս կարող չեն ընդունել, որ չի տեսնում նրան եւ ոչ էլ ճանաչում է նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետեւ ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ Տիրոջ մեծագույն խոստումն է, ով որ վերստին ծնված է, սա կհասկանա։ Մխիթարիչ բառը պարակլետոս նշանակում է կողքին կանչված, ձեր կողքին կանչված մեկը, օգնական։ Սա իրավաբանական իմաստ ունի նաև,
պաշտպան եւ փաստաբան։ Ճշմարտության հոգին արտահայտությունը շեշտում է, որ Սուրբ Հոգին, որը գալու է, Աստծո հոգին է, որը մեզ կտանի միայն ու միայն դեպի ճշմարտություն։ Երբ որ ասում է, որ դուք ճանաչում եք, սա միայն վերաբերվում է վերստին ծնված մարդկանց, ոչ թե եկեղեցի այցելողներին, այլ միայն ու միայն վերստին ծնված Սուրբ Հոգին ունեցող մարդկանց, ովքեր ունին, հիշում եք Քրիստոսի վերևի հատվածները համատեքստում, այն սերը, Հիսուսի հանդեպ հավատքը եւ միմյանց հանդեպ հոգատարություն։ Աշխարհը վերաբերվում է հոգևոր առումով անհավատ այն մարդկանց, ովքեր դեռ վերստին ծնունդ չունեն, կապ չունի եկեղեցու մեջ են, եկեղեցուց դուրս են։ Ասում են, նրանք չեն ճանաչում այդ ճշմարտության հոգուն, բայց դուք ճանաչում եք, որովհետև ձեր հետ եք եւ ձեր հետ կլինի միշտ հավիտյան։ Հատված 18-ում ասում է. ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։ Որբ բառը հզոր է։ Հիսուսը խոստանում է, որ չի թողնի անպաշտպան նրանց առանց ուղղություն տալու չի թողնի։ Ծնողն ինչի համար է երեխայի կյանքում։ Ուղղություն ցույց տալու, առաջնորդելու, մխիթարելու, պետք է այդ ժամանակ հանդիմանելու։ Եվ Տերն ասում է, որ ձեզ որբ չեմ թողնի, կուղարկեմ Սուրբ Հոգին, դրանից հետո շարունակում է, ձեզ որբ չեմ թողնի։ Ֆիզիկական իմ բացակայությունս ձեզ չի թողնելու առանց իմ աստվածային էության։ Կգամ ձեզ մոտ խոստումը վերաբերվում է Քրիստոսի հարությանը, ինչպես նաև վերջնական վերադարձին։ Այս խոստումը ինչ որ առումով նաև կարող ենք տեսնել Սուրբ Հոգու Գալստյան մեջ իրականացված։ Այսինքն Տերը մեզ հետ է իր խոստումի համաձայն իր հարությամբ եւ իր հոգու միջոցով եւս եւ պիտի գա, այսինքն այն որ նա մեզ հետ է ներգա եւ ապագա ժամանակահատվածներում սա հաստատված փաստ է։ Հատված 19-20-ը մի փոքր ժամանակ եւ աշխարհն էլ ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կտեսնեք, որովհետեւ ես կենտանի եմ, դուք կենտանի կլինեք։ Այն օրը դուք կճանչանաք, որ ես հոր մեջ եմ եւ դուք ինձանում եւ ես ձեզանում։ Մի փոքր ժամանակ եւ աշխարհն էլ ինձ չի տեսնի, սա մոդալուտ խաչելությունն է Տեր Հիսուս Քրիստոսի։ Եվ աշխարհն այլևս չի տեսնի Քրիստոսին։ Անկամ այն մարդիկ, ովքեր կրոնականացված են եւ ասում են մենք Հիսուսին ունենք եւ այլ, իրենք չեն տեսնում Քրիստոսին։ Ասում են, բայց դուք ինձ կտեսնեք։ Վերաբերվում է հարությունից հետո աշակերտներին Երևանու եւ Սուրբ Հոգու միջոցով շարունակական ներկայությանը Հիսուս Քրիստոսի։ Կենտանի եմ։ Ասում են, դուք էլ կենտանի կլինեք։ Եվ սա նույնպես ցույց է տալիս, որ Քրիստոսի կենտանի լինելու հարության եւ Սուրբ Հոգու ներկայության միջոցով մենք էլ հնարավորություն ունենք, այսինքն դա հնարավորություն է դարձնում մեր կենտանի լինելը, մեր ողջ լինելը, հոգեվորապես չմեռած եւ Տիրոջ կյանքի մեջ մասնաբաժին ունենալը։ Հատված 20-ը բնութագրում է երրորդական բնագության խորհուրդը։ Հայր որդին եւ Սուրբ Հոգին ինչպես կապակցված են, այնպես էլ մենք։ Ով որին պատվիրանքներն ունի եւ նրանց պահում է, պիտի շեշտենք այս բառը պարտադիր։ Ոչ թե միայն ունի, այլ պահում է։ Ունեցողներ շատ կան Տիրոջ պատվիրանը, բայց չեն պահում։ Ով որ ունի եւ պահում է նրանց,
նա է ինձ սիրողը, այսինքն եթե ունենք պատվիրանները եւ չենք պահել, չենք սիրե Քրիստոսին, բայց եթե ունենք ու կպահենք, կսիրենք Քրիստոսին, մենք էլ հորից կսիրվենք, ասում են, նրանք էլ հորից կսիրվեն։ Եվ ես էլ կսիրեմ նրանց եւ ինձ կհայտնեմ նրանց։ Քրիստոսի հայտնությունը, Քրիստոսի ճանաչողությունը ունենալու համար պիտի սիրես Քրիստոսին։ Դրանով սիրված կլինես հոր կողմից եւ այդ միջոցով էլ Տերը կհայտնվի քեզ։ Եթե մեկն ինձ սիրում է, խոսքը կպահե, հայրն էլ կսիրե նրան։ Եվ նրա մոտ կգանք եւ բնակություն կանենք նրա մոտ։ Ինչ չսիրողը իմ խոսքը չի պահում։ Եվ այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ ինձ ուղարկող հորինը, այստեղ տեսնում ենք սիրո հնազանդության փոխկապակցվածությունը։ Սիրում ես, ապացույցը հնազանդությունն է, խոսքը պահելը։ Եվ սրանք փոխկապակցված են։ Չի կարող առանց խոսքը պահելու լինի սեր, եւ չի կարող լինի սեր, եթե չես պահում խոսքը։ Ճշմարիտ սերը ենթադրում է հնազանդություն։ Բառացի սերը ոչինչ կսիրեմ, բայց ինչ ուզեմ կենեմ։ Ճշմարիտ սերը ենթադրում է, պահանջում է Աստծո խոսքին հնազանդություն։ Ինձ կհայտնեմ նրան խոստումը ցույց է տալիս Աստծո հետ հարաբերությունը աճող է եւ ավելի է խորանում հնազանդության միջոցով։ Եվ ինձ կհայտնեմ, ինչքան կսիրես, ինչքան հնազանդես, ինչքան շատ կընկղմվես Տիրոջ մեջ, այնքան շատ Տերը իրեն կհայտնի քեզ։ Իսկ եթե դու մեկ քարոզել լսեցինք էլի, ինչ սիրել, ինչ խոսք պահելու մասին է խոսքը։ Դրանից հետո Հյուդա Իսկարիովտացու հարցը արտացոլում է կրկին հրեական սպասելիքները։ Հիշում եք ինչպիսի սպասելիք ունեին հրեաները։ Որ պետք է հրեաներին ազատե, հռոմեացիներին։ Եվ ասում է, ինչու Հիսուսը չի հայտնվում ամբողջ աշխարհին, որպես Մեսիա։ Չի են էլի իր մեսիական կորձն սաղ։ Հիսուսը կպատասխանե, որ իր աստվածային ներկայությունը հասանելի է նրանց, ովքեր սիրով պատրաստակամ են կատարելու իր խոսքերը։ Եվ ասում է, որ բնակություն կանեք, հատված 23-ում։ Այն մարդիկ, ովքեր որ ընդունում են Տեր Հիսուս Քրիստոսին, սիրում են եւ իր պատվիրանները պահում են, իր մեջ բնակություն կանի Աստված, եւ սա նման է այն բանի, որ հիշում եք տաճարի մեջ, որ են շեկինահ, այդպես է կոչվում հրեական, ներկայությունը կար Աստծո, սուրբ ներկայությունը։ Նույն կերպով էլ հավատացյալների մեջ կհաստատվի Տիրոջ ներկայությունը։ Աստվածաբանական նշանակությունը այս հատվածի, ինչևէ ինչ որ խոսացինք պարզ էր վերլուծությունը։ Հիմա նայենք աստվածաբանական նշանակությունը այս հատվածի, քրիստոսաբանության մեջ։ Այս հատվածում Հիսուսը խոսում է աստվածային իշխանությամբ, վերջում ասում է, չէ, այն խոսքերը, որ ես ձեզ ասեցի, ոչ թե ինձանից են, այլ ճիշտ իմ հոր խոսքերն են, ցույց է տալիս, որ սա աստվածային հեղինակություն է, Տիրոջ իշխանությամբ է Աստծո, հաստատվելով իր միասնությունը հոր հետ եւ կարողությունը ուղարկելու Սուրբ Հոգու։ Որովհետև երբ որ Սուրբ Հոգու ուղարկելու մասին մենք տեսնում ենք, ասում է հորը կխնդրեմ հետագայում, տեսնելու ենք սրա մասին, խոսելու ենք, հայրը կուղարկի, մյուս կողմից ասում է, որ ես կուղարկեմ։ Տեսնում ենք Քրիստոսի թե խոսքի, թե գործողությունների աստվածային բնույթ, թե խոսքը, թե գործը աստվածային բնույթով իրագործելու թեման։ Նեմատոլոգիայի տեսակետից պնևմա նշանակում է հոգի, Սուրբ Հոգու
մասին ուսմունքի տեսակետից տեսնում ենք, որ Սուրբ Հոգին ներկայացվում է որպես անձ, այլ ոչ թե որպես ուժ, ինչպես որոշ աղանդավորներ են ներկայացնում, որտեղ նա մխիթարում է, սովորեցնում է, ներկայ է հավատացյալների կյանքում։ Սոտերիալոգիա, փրկության մասին ուսմունքի տեսակետից, Աստված գալիս է բնակվելու հավատացյալների մեջ, Սուրբ Հոգու միջոցով, ցույց տալով քրիստոնեական փրկության անձնական բնույթը եւ նաեւ Սուրբ Հոգու միջոցով, ով որ փրկված է, կնկված է Սուրբ Հոգով, սա նույնպես ցույց է տալիս հետագա թղթերի մեջ, որ ասում է, որ Աստծո Հոգով կնկվեցանք փրկության օրվա համար։ Փրկչագործական տեսակետից Սուրբ Հոգու այցը, Սուրբ Հոգու մկրտությունը մեր կյանքերում հավիտենական երաշխիքն է մեր փրկության։ Եկեղեցաբանության տեսակետից Աստված բնակվում է իր ժողովրդի մեջ, ինչպես տաճարում, հավատացյալները դառնում են Աստծո ներկայության նոր տաճարը։ Գործնական կիրառում։ Ինչ գործնական կիրառում ենք տեսնում այս հատվածում։ Մխիթարություն դժվարությունների մեջ, որ Տերը միշտ մեզի հետ է, որբ չի թողնի։ Ինչ էլ եղնի։ Հավաստիացնում է հավատացյալներին, որ նրանք մենակ չեն անկախ իրավիճակներից։ Հնազանդության կարևորության մասին նույնպես տեսնում ենք գործնական կիրառության շրջանակներում։ Հիսուսին սիրելը պահանջում է գործեր։ Չես կարա սիրես լոկ զգացմունքային սիրով։ Սա պիտի գործի վերածվի, իսկ գործը համատեքստի շրջանակում որն էր։ Իրար սիրեք ինչպես ես ձեզ սիրեցի, իրար մասին հոգ տարեք, խնամք տարեք եւ գործնական կիրառում հատվածի շրջանակներում տեսնում ենք, որ ավելին կանեք, քան սարի։ Նաև աղոթքի խորը ըմբռնման մասին է խոսում։ Աստծո ներբնակությունը նշանակում է, որ աղոթքը ոչ թե հեռվից խոսակցություն է, այլ քո ներսում, քո տաճարում իրականացվող ներքին հաղորդակցություն Աստծո հետ։ Ոչ թե այստեղ կաղոթենք, միլիարդ, ծիլիարդ լուսային տարի հետո Աստված կլսե, սա քո ներսում է։ Ուստի նորից պիտի կրկնենք, ով որ Սուրբ Հոգուն չունի իր մեջ, աղոթքն է չի հասկնա ինչ է, իր համար աղոթքը մենակ մենախոսություն է։ Աշխարհից տարբերվելու մասին է խոսում, քրիստոնյաները կանչված են ապրելու այլ կերպ։ Սուրբ Հոգու առաջնորդությամբ, ինչը աշխարհը չի հասկանում։ Այս հատվածը խորապես մխիթարող է, վերափոխող է։ Քան որ ցույց կտա Աստված երբեք չի լքում իր հետևորդներին, փոխարենը ավելի մտերմիկ հարաբերություններ է խոստանում Սուրբ Հոգու միջոցով եւ բնակվում է հավատացյալների մեջ 5-6 տարի։ Հավիտյան մշտապես խոստումը մենակ չեմ թողնի, որբ չեմ թողնի, անդեր չեմ թողնի, հավիտենության մասին է։ Եվ վերջապես, ինչ հիմնարար սկզբունքային դասեր վերցրեցինք այս հատվածից։ Շատ հիմնարար դասեր են սովորեցնում, շատ ճշմարտություններ առանցքային քրիստոնեական հավատքի համար։ Առաջինը Սուրբ Հոգու ներկայության երաշխիքը։ Հիսուս խոստանում է մխիթարիչի ներկայությունը, որը մշտական է, անշրջելի է հավատացյալի կյանքում, որ կմնա ձեզ հետ հավիտյան։ Այդ խոստումը ցույց է տալիս, որ հավատացյալները երբեք մենակ չեն լինի։ Երբեք մենակ չեն լինի։ Անկախ հանգամանքներից եւ զգացական իրավիճակից։ Սա մեզ հանգստություն է տալիս, իմանալով, որ Աստված միշտ մեզ հետ է։ Երկրորդը Աստվածային բնակության իրականությունը։ Նրա մոտ կգանք եւ բնակություն կանենք նրա մոտ։ Հիշում եք, ում մոտ պիտի բնակություն անի, ովքեր որ հավատում են եւ պահում են իր խոսքը։ Այսինքն, որ չեն հավատում, չեն պահում կամ հավատում եւ չեն պահում,
ովքեր ունի խոստու չեն պահում, չի կարա Աստծո բնակություն եղնի այդ մարդու մոտ։ Արտահայտությունը բացահայտում է անհավանական ճշմարտություն։ Աստված ցանկանում է բնակվել իր ժողովրդի մեջ։ Հավատացյալները դառնում են Աստծո ներկայության տաճար, որը հին կտակարանում միայն ֆիզիկական տաճարին էր վերապահված, հիմա արդեն աչեկին է ներկայությունը ամեն ճշմարիտ հավատացյալի մեջ է։ Խոսում է նաև սիրո եւ հնազանդության անբաժանելիության մասին։ Այս հատվածը պարզ է դարձնում, որ Աստծուն սիրելը չի կարող առանձնացվել նրա պատվիրաններին հնազանդվելուց։ Դու չես կարող Աստծուն սիրես առանց իր պատվիրաններին հնազանդվելու։ Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահե։ Այս սկզբունքը ցույց է տալիս, որ իսկական սերը գործողություններ է արտահայտում։ Իսկական սերը առանց քրիստոնեական գործողությունների չի կարող լինի։ Ես կսիրեմ, բայց կայանի մի քիչ բանը սրտիս մեջ ադեմ աշոտին Ղանդիլյան, մի քիչ մեկ հետ կռխռովություն ունեմ, չի կարող եղնի։ Ասում է ծեր մեջի տղաներին վեր հանեք։ Այդ սերը միմյանց հորդորեք, միմյանց խրախուսեք, միմյանց բեռ կրեք։ Քրիստոսի մեջ տեսել եք այդ բեռ կրելը, հորդորելը։ Հավատքը մենակ զգացմունքների ու խոսքերի մեջ չէ։ Հավատքը միայն զգացմունքների ու խոսքերի մեջ չէ։ Շատ բան կրնա զգաս, շատ բան կրնա խոսաս։ Գործածդ, խոսածածիդ ու ըսածիդ կբռնե, կրնաս սիրես դաժի քեզի ադողներին։ Հիսուս սկսե։ Եսքի մարդիկ մեզի չեն ադե, մենք չենք սիրե։ Չի կարա դեղերնի, գործնական, հնազանդության ու սիրո այդ միաբանության տեսլականը։ Աշխարհի ու հավատացյալների տարբերությունը նաև տեսանք այս հատվածում, որ աշխարհը չի կարող հոգևոր բաներն ըմբռնել, ընկալել, ասում է, առավել ևս Սուրբ Հոգուն ճանաչել։ Ասում է, բայց դուք ճանաչում եք, որովհետև Սուրբ Հոգուն ներկայությունը կա ձեր մեջ։ Ու ինչքան Սուրբ Հոգու ներկայությունը կա, ու դուք հոգևոր կյանքով կապրիք առանց Սուրբ Հոգուն տրտմեցնելու, այդքան Աստված ճանաչողություն կունենաք, ու ինչքան Աստված ճանաչողություն կունենաք, այդքան շատ կսիրեք Աստծուն։ Այդքան շատ այդ սերը կարտահայտվի ձեր կյանքում։ Երրորդության անձերի միջև փոխհարաբերությունները ցույց կտա։ Գսե ես իմ հոր մեջ եմ եւ դուք ինձանում եւ ես ձեզանում։ Արտահայտությունը կբացահայտի երրորդության անձերի խորը միասնականությունը եւ նաեւ իրենց միասնականությունը հավատացյալների հետ։ Այս փոխներթափանցումը ցույց է տալիս, որ քրիստոնեական հավատքը ոչ թե հեռավոր Աստծո հետ փոխհարաբերություն է, ստեղից 120 կիլոմետր հեռու, այլ նրա մեջ մտնելու եւ նրա կյանքին մասնակցելու փոխհարաբերություն է։ Մարդիկ կան, եկեղեցում են, Քրիստոսի ծնծնից շատ կխոսան, երևի Քրիստոսից էլ շատ կխոսան, բայց չեն մտել հոր մեջ եւ հերը չի մտել իրանց մեջ։ Ու այս փոխհարաբերությունը ոչ թե 120 կիլոմետր, այլ մի քանի ծիլիարդ լուսային տարի հեռավոր է։ Իսկ քրիստոնյայի համար այս փոխհարաբերությունը, փոխներբնակությունը շատ մոտիկ է։ Դու մտել ես Աստծու մեջ ու իր կյանքի մասնագիցն ես։ Իր գործի, իր շնորհի։ Դրանից հետո նաև 6-րդը տեսնում ենք աստվածային հայտնության անձնական բնույթը։ Ես կսիրեմ նրա եւ ինձ կհայտնեմ նրան։ Խոստումը ցույց կտա, որ Աստված իրան կհայտնե անձնական մագարտակով այն մարդուն, ով որ կսիրե, խոսքը ունի, ուշք ու միտքի իրա տան բորշը չէ։ Իր խոսքը պահելն է։ Աստծո խոսքով ապրելն է։ 7. Մխիտարության խոստում կուտա դժվարությունների մեջ։
ձեզ որբ չեմ թողնի։ Երբեք չեմ թողնի։ Հավաստիացումը հատկապես մխիտարող է նեղությունների ժամանակ, երբ որ նեղության մեջ է սկսես Հիսուս ընձի խոստացել որ չի թողնի։ Հիսուսը խոստանում է այս հատվածում իր շարունակական հոգացությունը, աջակցությունը կյանքի ամեն իրավիճակում։ 8-րդը ճշմարտության հասկացողության աղբյուրը։ Հոգին որպես ճշմարտության հոգի կոչելը մատնանշում է, որ հավատացյալներին տրված է ներքին ուղեցույց Տիրոջը ճանաչելու, Տիրոջ կամքը կատարելու, աստվածային իմաստություն ունենալու եւ Տիրոջ խոսքը ունենալ եւ պահելու հարցում։ Աստվածային խոսքի հեղինակությունն ենք տեսնում։ Այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ ինձ ուղարկող Հորը, եւ արտահայտությունը հաստատում է, որ Հիսուսի ուսմունքները ունեն աստվածային հեղինակություն։ Նա մեզ ուսուցանում է լրջորեն վերաբերվել Հիսուսի ամեն ասած խոսքին, որտեղ դա խոսում է Աստված, եւ այդ խոսքը Աստծո ուղերձն է։ Այս հատվածների դասերը կոչ են անում հավատացյալներին ապրել Աստծո ներկայության մեջ, Աստծո իրականության մեջ, որովհետև սա իրականություն է, սա տունտունիկ չէ։ Հստայել Սուրբ Հոգու առաջնորդությանը ու արտահայտել Աստծո հանդեպ սերը հնազանդությամբ, վստահությամբ եւ գործով։ Թող Տերը ուղղի ձեր սիրտը դեպի Տիրոջ խոսքը, որ ունենաք խոսքը եւ նաեւ պահեք եւ բարի գործերի մեջ կիրառեք եւ գործածեք։ Թող Տերը օրհնե ամեն մեկին, ովքեր լսում են Տիրոջ խոսքը եւ պատրաստ են այն կիրառելու եւ օգտագործելու իրենց կյանքում։ Աղոթեք եկեղեցու տկարների համար, սիրեք ամենա թերի հավատացյալին էլ։ Ձեր կյանքը դրեք մեկին բարձրացնելու համար ու կնմանվի Քրիստոսին։ Ամենակարևորը, կուզեք այդ ամեն ինչ իրականություն դառնա։ Աստծո խոսքն արդեն ունիք, եկեղեցի եք։ Այդ խոսքը ունիք ու կատարեք։ Եկեք ոտքի կանգնենք ու աղոթենք։ Սքանչելի Քրիստոս, շնորհակալ ենք խոսքիդ համար։ Ինքան գեղեցիկ է քու խոսքդ, որ իր մեջ էլ կտեսնենք քու գեղեցկությունդ, քու հայրական սերը ու ողորմությունը։ Սրանք լոգ պոեզիկ գրված բաներ չէին։ Սրանք լոգ փիլիսոփայական խոսքեր չէին, Տեր։ Սա այն վստահությունն, որ դու մեզի տվեցիր ու այսօր քու հոգու միջոցով կապացուցես, որ ճշմարիտ է։ Օրհնե եկեղեցիդ իմաստության դուր կխնդրեմ։ Կխնդրեմ նաև Տեր ողորմություն ունես եկեղեցու տկարներին, ինձ էլ, բոլորիս Տեր, ավելի մաքրես ու իմաստություն տաս, ներիր մեր մեղքերն ու դու առաջնորդ է։ Օրհնե բոլոր ծառայությունները, որ կատարվելու են քու փառքիդ համար, օրհնե ամեն եկեղեցու տանտանին։ Հիսուսի սուրբ անունով կխնդրեմ, ամեն։ Նստեք